Բարի օր բարեկամներ, եթերում դարձյալ Հայասպետ հեռուստանախագիծն է եւ դարձյալ մրցում են Հայասպետ կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի ուսումնական կենտրոնի սաները։ Դաստիարակությունը խղճի գործ է, կրթությունը գիտության, իսկ այդ երկուսը միասին ձևավորում են ապագա լավ քաղաքացուն։ Ուրեմն շարունակենք մեր հայրենանվեր գործը ապագայի նկատմամբ մեծ հույսով ու հավատով։ Հաղորդաշարին աջակցում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, պաշտոնական գործընկերն է Կրթության և գիտության նախարարությունը։ Եվ այսպես այսօր ասպարեզում Հայասպետ կրթօջախի 8-րդ դասարանցիներն են, որոնք մրցելու են մեր ուսումնական կենտրոնում ստացած իրենց հավելյալ գիտելիքներով։ Գիտելիքներ, որոնք նրանց անհրաժեշտ են աշխարհը ճանաչելու եւ ընդհանրապես ընկալելու համար։ Վերածննդի հանճարներ եւ աստվածային կատակերգություն։ Կլսենք առաջին փուլում։ Կարմիր թիմ, խնդրեմ։ Կարմիր թիմը ողջունում է բոլորին եւ մենք ընտրում ենք այբ տառը։ Այբ տառը, խնդրեմ։ Գրականությունն է այբ տառի թեման եւ Դանթեն ինչու է ընդմիշտ հեռանում իր սիրելի ծննդավայրից, Ֆլորենցիայից։ Ֆլորենտացիներն ուշացումով ինչպես են արտահայտում իրենց մեծ զավակի նկատմամբ երախտագիտությունը։ Սպառվեց ժամանակը, խնդրեմ, պատասխան։ Հարցին կպատասխանի Գուրգեն Դանելյանը։ Գուրգեն։ Նախ ասեմ, որ Դանթեն հանդիսանում է ռենեսանսյան արվեստի հիմնադիրներից մեկը, ով ծնվել է 1265 թվականին։ Դանթեն սկզբից եւ այդ հանդարտ մարդ չի եղել, մտել է երկուսակցական պայքարի մեջ եւ այնպես է ստացվել, որ այդ պայքարի արդյունքում հաղթել է նրանց հակառակորդ կուսակցությունը։ Եվ այդ կուսակցության առաջին քայլն էլ եղել է Դանթեին Ֆլորենցիայից վտարելը։ Նա հաստատվում է Ռավենայում եւ ինչպես հետո կպարզվի, նա ընդմիշտ է հեռանում Ֆլորենցիայից։ Երբ որ այս հանճարեղ բանաստեղծը մահանում է, Ռոմի Պապ Լև 10-րդը ցանկանում է իր աճյունը ետ բերել, սակայն Ռավենայի բնակիչները թույլ չեն տալիս, ասելով, որ այս հանճարին պետք է իր կյանքի օրոք գնահատել։ Նրանք բայց չեն մոռանում Դանթեին եւ իրենց երախտագիտությունը հայտնում են իր մարմարե արձանը կառուցելով, սպիտակ մարմարե արձանը, որը գտնվում է Սանտա Կրոչե հրապարակում, ինչպես նաև 700 տարի հետո նրա տուն են վերականգնում Ֆլորենցիայում։ Լսենք մեր պատասխանը։ Դանթեն երիտասարդ տարիքում նետվում է կուսակցական պայքարի մեջ։ Ընդդիմադիր կուսակցությունը հաղթում է եւ նրան վտարում են սիրելի ծննդավայրից։ Դանթեի մահից 200 տարի հետո Ջովանի Մեդիչին, Ռոմի Պապ Լև 10-րդը, փորձում է Ռավենայից վերադարձնել նրա մասունքները, բայց մերժվում է։ Ֆլորենտացիները մեծ ուշացումով, բայց այնուամենայնիվ արտահայտեցին երախտագիտությունն իրենց մեծ զավակի նկատմամբ։ Քաղաքի կենտրոնում Սանտա Կրուչե եկեղեցու բակում կանգնեցրին Դանթեի մարմարե հսկա արձանը։ Վերականգնեցին պոետի տունը 700 տարի անտեր թողնելուց հետո։ Խնդրեմ, պարոն Գալստյան, գնահատեք։ Ողջունելով մեր ավագ հայասպետներին, պիտի ասեմ, որ կարմիր թիմը ճիշտ պատասխանեց եւ թիմը վաստակում է 10 միավոր։ Առաջին 10 միավորն ենք վաստակում եւ ինչպես ժողովուրդը կասեր, տարոսը մյուս թիմերին։ Խնդրեմ կապույտ թիմ։ Ողջունում ենք բոլորին եւ մաղթում դիտարժան խաղ։ Մենք ընտրում ենք Բեն տառը։ Բեն տառը, խնդրեմ։ Գրականություն։ Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմը հեղաշրջող ինչ նորություններ բերեց։ Նշեք նշանավոր դեմքերի, որոնց Դանթեն տեղավորել է դժոխքում։ Այո, Ռավենայում իտալերեն լեզվով այն ժամանակ բոլորը կատակերգություն պոեմը օգտագործում է որպես բեմ տրիբունա, ծաղրում է բոլոր տեսակի վարկվածքերը եւ ժամանակը, խնդրեմ, ավակ։ Հարցին կպատասխանի Տաթև Ավետիսյանը։ Տաթև, լսում ենք։ Դանթենին աստվածային կատակերգություն պոեմը գրում է իտալերենով, այն ժամանակ բոլորը խոսում էին իտալերեն, բայց չգիտես ինչու գրում էին լատիներեն եւ ֆրանսերեն։ Դանթեն առաջինն էր, ով գրեց իտալերեն, այդ խնդրի նվիրած նա նույնիսկ գրում է մի ամբողջ տրակտատ ժողովուրդների լեզվի մասին խորագրով։ Դանթեն իր աստվածային կատակերգությունը օգտագործում է որպես բեմ, տրիբունա, ծաղրում է բոլոր տեսակի վատ բարքերը եւ դժոխքիծոցն է ուղարկում բոլոր Ռոմի պապերին, անցյալների եւ ժամանակների։ Իսկ ամենամեծ հանցագործներին համարում է Բրուտոսին եւ Հուլիոս Կեսարին սպանելու համար։ Ինչու էր այդպես համարում։ Կեսարին այդքան այդքան շատ սպանելով Հուլիոս Կեսարին վերջ են դնում իրենց երկրի ապագային։ Լավ, լսենք մեր պատասխանը։
Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմով սկսվում է վերածնունդը։ Նա գրում է բոլորին հասկանալի ժողովրդական լեզվով, իտալերենով, ընդունված լատիներենի փոխարեն։ Դանթեն անողոք կերպով քննադատում է իր ժամանակի բարոյական ախտերը, դժոխք ուղարկելով Հռոմի պապերին։ Ամենասարսափելի հանցագործներ նա համարում է Բրուտոսին եւ Կասիուսին, որոնք սպանեցին Հուլիոս Կեսարին, քանդելով հռոմեական պետությունը։ Ողջունում եք Կապույտ թիմին։ Պարոն Գալստյան, խնդրեմ։ Կապույտ թիմը եւս ճիշտ պատասխանեց, իհարկե ես կուզենայի, որ պատասխանի սկզբում վերածննդի մասին անպայման հիշատակում լիներ, որովհետեւ հեղաշրջող ինչ նորություններ, ճիշտ է, դուք բուն նորությունը, որը լեզվին մեջ էր, հիշատակեցիք, նաեւ հավելյալ նշեցիք տրակտատի մասին, ցանկալի էր այդ վերածնունդ բառը, բայց քանի որ ձեր տեքստով դա հասկանալի էր, ես այդքան չեմ ծանրանում դրա վրա, դրա համար ձեր պատասխանը գնահատում եմ 10 միավոր։ Իսկ հիմա անցնում ենք նարնջագույն թիմին։ Խնդրեմ, նարնջագույն։ Մենք ընտրում ենք դատարը։ Դատարը, խնդրեմ։ Վերածննդի հանճարներ։ Լեոնարդո դա Վինչին ինչ տաճար է կառուցել, ներշնչվելով մեր Բագարանի վանքով։ Նա ուրիշ ինչպես է նպաստել, որ այդ հատակագծով եկեղեցիները տարածվեն։ Միլան տաճարը կառուցվել է կապստին, ու նա վերգրքում հիշատակել է Բագրանի դիպլոմատը։ Եվ բացի նրանից Բագրանի հատակագծով օգտագործել է Հարցին կպատասխանի Լիլիթ Մարտիրոսյանը։ Լեոնարդո դա Վինչին Միլանում կառուցել է տաճար, որում օգտագործվել է բաղարանատիպը, ինչպես նաև Բրամանտեին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի ճարտարապետին խորհուրդ է տվել, որպեսզի հենց այդ եկեղեցու հատակագծում նույնպես օգտագործի, ինչպես նաև Լեոնարդո դա Վինչին Ալբերտին ծանոթացրել Բագարան տաճարի հատակագծի հետ, ով իր ճարտարապետության մասին գրքույկում գրել է դրա մասին եւ որը տարածում է ունեցել Եվրոպայում։ Լեոնարդո դա Վինչի ճանապարհորդությունը Հայաստանի մասին գրված է 5 նամակներ գրքի մեջ, բայց շատ իտալացի գիտնականներ ժխտում են դա, որ նա եղել է Հայաստանում։ Լավ։ Լսենք մեր պատասխանը։ Լեոնարդո դա Վինչին Միլանում կառուցում է նույն հատակագծով տաճար։ Նա է ճարտարապետ Բրամանտեին առաջարկում Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել բագարանատիպ հատակագծով։ Դա Վինչիից տեղեկություն ստանալով Լեոն Բատիստա Ալբերտին ճարտարապետությանը նվիրված իր գրքում մտցրել է բագարանատիպն իբրև նոր տերմին, նշելով, որ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի հատակագիծը բագարանատիպ է։ Ծիրանագույն թիմը այս հետաքրքիր հարցին տվեց ճիշտ պատասխան, Լիլիթը պատասխանեց, միայն թե շատ ավելի լավ կլիներ, որ դուք նշեիք, որ բագարանատիպը օգտագործվեց այդ գրքում նախ իբրև առանձին տերմին, հիշատակվեց Սուրբ Պետրոս տաճարի կառուցումը այդ հատակագծով, իսկ սա կարծում եմ այս դեպքում պետք է բաց թողում համարել, դուք վաստակում եք 9 միավոր։ 9 միավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ դառնում ենք դարձյալ կարմիր թիմին, խնդրեմ։ Մենք ընտրում ենք A տառը։ Այդարը, խնդրեմ։ Վերածննդի հանճարներ։ Ըստ ֆրանսիական հանրագիտարանի արվեստի որ գործի անունն է աշխարհի գրականության մեջ ամենից հաճախ հիշատակվում զիջելով միայն Քրիստոսին։ Միասին ինչ ճանապարհ անցան հեղինակն ու այդ ստեղծագործությունը։ Հիմա այն որտեղ է գտնվում։ Հարցին կպատասխանի Շուշան Քոչարյանը։ Շուշան։ 1503 թվականին Լեոնարդո դա Վինչին իտես բոլորին ներկայացնում է աշխարհի պորտրետային արվեստի ամենազարմանալի եւ ամենաառողջվածային գործը Ջոկոնդան կամ Մոնալիզան։ Ըստ ֆրանսիական հանրագիտարանի Ջոկոնդան երկրորդ անունն է աշխարհի գրականության մեջ հիշվող, առաջինը Քրիստոսն է։ Անթիվ անհամար լեգենդներ են հյուսվել այս գործի վերաբերյալ, ընդհանուր մինչև այն, որ նկարին մոտիկից նայելիս այս կինը թվում է ոչ բարի խորամանկ եւ բազում գաղտնիքներ իր մեջ պարունակող։ Լեոնարդո դա Վինչին այս գործի վրա շատ երկար է աշխատել, բայց ավարտելուց հետո չի հանձնել պատվիրատուին։ Լեոնարդո դա Վինչին ծանր հոգեկան ապրումների մեջ հեռանում է Ֆլորենցիայից, գնում է Ֆրանսիա, իր հետ տանելով նաեւ Ջոկոնդան։ Կյանքի մնացած տարիները անցկացնում է Ֆրանսիայում։ Եվ մինչև իր մահը Ջոկոնդան կախված է եղել նրան ննջասենյակում, այնուհետև զարդն է եղել Նապոլեոնի ննջասենյակի, իսկ հիմա այն պահվում է Լուվրում։ Լսենք մեր պատասխանը։
Խոսքը Լեոնարդո դա Վինչիի Ջոկոնդա կտավի մասին է։ Երկար ձգձգումներից հետո նկարիչն այն ավարտին է հասցնում, բայց այլևս չի կարողանում բաժանվել նրանից եւ հանձնել պատվիրատուին։ Իր հետ տանում է Ֆրանսիա, մինչ նկարչի մահը 18 տարի այն դրված էր նրա ննջարանում։ Հետո նկարը դարձավ Նապոլեոնի ննջարանի զարդը։ Այժմ գտնվում է Լուվրում։ Ողջունում եք Կարմիթինին։ Պարոն Գալստյան։ Հրաշալի պատասխան էր, խոստովանեմ, Շուշանի պատասխանը ոչ միայն ճիշտ էր բովանդակային առումով, այլ նաև լեզվական առումով այնտեղ գրեթե ոչ մի սխալ ես չտեսա եւ պատասխանը ես կարծում եմ այս դեպքում արժանի է հայացքին։ Թիմը արժանիորեն վաստակում է հայասպետ, հիշեցնեմ հայասպետ նշանակում է 11 միավոր։ Էլի ասեմ տարուսը ձեզ։ Գնացինք կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք Եչ տարը։ Եչ տարը խնդրեմ։ Վերածննդի հանճարներ դարձյալ։ Միքելանջելոն անմահ է իբրև նկարիչ, քանդակագործ եւ ճարտարապետ, իսկ ինչպես բացահայտվեց նա իբրև հանճարեղ պոետ։ Միքելանջելոյի մահվան տարում 1564 թվականին համաշխարհային որ մեծությունները ծնվեցին։ Միքելանջելոյի ու կասես դու Վիտորիա Կոլոնյանն ու Միքելանջելոյի մահվան ծնվում է Շեքսպիրը Անգլիայում եւ Քարտեի Իտալիայում։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանեմ ես, Սոնա Զայանյանս։ Մի այսպիսի իրադարձություն 1549 թվականին Միքելանջելոյի կենդանության օրոք մի արվեստագետ Ֆլորենցիայի ակադեմիայում կարդում եւ մեկնաբանում է Միքելանջելոյի սոնետներից։ Այդ ժամանակ Իտալիային հայտնի է դառնում Միքելանջելոն որպես պոետ, սակայն դա հետո մոռացության է մատնվում եւ ուշ, ավելի ուշ 19-րդ դարի վերջին Միքելանջելոյի բանաստեղծությունների ձեռագիր կապոց են գտնում։ Իսկ 1960-ական թվականներին իտալերենից ռուսերեն թարգմանում է Էֆրոսը։ Այդպիսով ռուս ընթերցողին հասու է դառնում Միքելանջելոյի պոեզիան։ Նշենք, որ Միքելանջելոն իր սոնետների հսկայական շարքը նվիրում է Վիտորիա Կոլոնյային, ով իր առաջին եւ միակ սերն էր։ Միքելանջելոն Վիտորիա Կոլոնյային հանդիպում է 60 տարեկան հասակում։ Վիտորիա Կոլոնյան գեղեցիկ կին էր, խելացի եւ նաեւ բանաստեղծուհի։ Միքելանջելոյի մահվան տարին 1564 թվականին Անգլիայում ծնվում է Շեքսպիրը, իսկ Իտալիայում Գալիլեյը։ Լսենք մեր պատասխանը։ Միքելանջելոյի կենդանության օրոք արվեստագետ Բենեդետո Վարկին մեկ անգամ ներկայացնում է նրա բանաստեղծությունները, սակայն ժամանակի ընթացքում դրանք մոռացության են տրվում եւ հայտնաբերվում են 19-րդ դարում, բացահայտելով պոետ Միքելանջելոյին, որն ապշեցնում է մտքերի ու զգացմունքների խորությամբ։ Սոնետների մի մեծ շարք նվիրված էր Վիտորիա Կոլոննային, որին Միքելանջելոն սիրահարվել էր 60 տարեկանում։ Միքելանջելոն մահացավ 1564 թվականին, 89 տարեկանում։ Նույն տարի կարծես տիեզերական հավասարակշռությունը պահպանելու համար ծնվեցին Շեքսպիրն Անգլիայում եւ Գալիլեյն Իտալիայում։ Ողջունում ենք կապույտ թիմին։ Խնդրեմ, պարոն Գալստյան։ Նշվեցին բոլոր ենթահարցերի պատասխանները եւ կապույտ թիմը վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կապույտ թիմը, նարնջագույն ձեր հերթն է։ Մենք ընտրում ենք Գիմ տարը։ Գիմ տարը խնդրեմ։ Վերածննդի հանճարներ։ Ամերիկա աշխարհամասն ինչու չի կրում իր իրական հայտնագործողի անունը։ Այդ ամենին ինչպես է նպաստել Ֆլորենցիայի տիրակալ Լորենցո Մեդիչին։ Նա սկզբում Մեդիչիները, Լորենցո Մեդիչին, Լորենցո Մեդիչին ստանում է իրան։ Խնդրեմ։ Իրականում Կոլումբոսն էր հայտնաբերել Ամերիկան, բայց նա չգիտեր դրա մասին։ 5 տարի հետո 1497 թվականին ինչ-ինչ հանգամանքներով Վեսպուչին հայտնվում է Պորտուգալիայում եւ նա այնտեղ թագավորին համոզելով նոր աշխարհ ճամփորդության մեջ են նրան ավելացնում եւ նա այդ ժամանակ նա իր ամբողջ ճամփորդությունը նամակների տեսքով Լորենցո Մեդիչի
Մեդիչիին է տեղեկացնում, իսկ Լորենցո Մեդիչին նպաստել է նրանով, որ այդ նամակները տարածում է ամբողջ Եվրոպայում։ Եվ բոլորին իմանում են, որ Ամերիկո Վեսպուչին նոր աշխարհամաս է հայտնաբերել եւ քարտեզագետ Վալդես Մյուլլերը, երբ որ կազմում է նոր աշխարհի քարտեզը, հենց իր անունով է կոչվում է Ամերիկա։ Այս իրադարձությունը նմանացնում են, երբ Մագելանը նավարկեց Խաղաղ օվկիանոսը, բայց նրա անունով չկոչվեց եւ ասում է դա իր անունով չկոչվեց։ Նաև նշեմ, որ Ամերիկո Վեսպուչին մահանալով այդպես էլ չիմացավ, որ իր հայտնաբերած նոր աշխարհամասը կոչվել է իր անունով։ Լսենք մեր պատասխանը։ Նոր աշխարհամասը 1492 թվականին հայտնաբերում է Կոլումբոսը։ Դրանից 5 տարի հետո ֆլորենտացի Ամերիկո Վեսպուչին մասնակցում է դեպի նոր աշխարհ կազմակերպվող նավարկություններին։ Նա իր ուղևորության տպավորությունները մանրամասն գրի է առնում եւ նամակների տեսքով ուղարկում Ֆլորենցիայի տիրակալ Լորենցո Մեդիչիին։ Խորագետ քաղաքական գործիչը դրանք հրատարակում է եւ նամակները տարածվում են ամբողջ աշխարհում։ Ճակատագրի հեգնանքով քարտեզագետները հիպնոսվածների նման մեկը մյուսի հետևից Ամերիկա են կոչում նոր աշխարհամասը։ Խնդրեմ, պարոն Գարիսյան։ Այս դեպքում մենք պետք է հաշվի առնենք նաև պատասխանի չհամակարգված լինելը եւ մեկ միավոր ձեր գնահատականից պակասում է հենց հիշված թերության համար։ Դուք վաստակում եք 9 միավոր։ Այո, կարելի է շատ բան իմանալ, բայց չկարողանալ դրանք մատուցել հավուր պատշաճի, ուստի եւ հենց այս պատճառով թիմը կորցնում է դարձյալ 1 միավոր եւ վաստակում 9 միավոր։ Այսպեսով ավարտեցինք առաջին փուլը եւ առաջին փուլից հետո, ինչպես ես խոստացել էի, ասպարեզ դուրս կգան մեր ավակները։ Խնդրեմ ավակներ, համեցեք բեմ։ Աշխարհագրորեն ձեզ հանձնարարված էր Եվրոպա աշխարհամասի մասին սովորել եւ ես հիմա ձեզ կտամ հարցեր, ճշտելու համար թե դուք որքանով լավ գիտեք, թե որ երկրի մայրաքաղաքը որն է եւ կամ թե որ մայրաքաղաքը որ երկրինն է պատկանում եւ տեսնեմ թե որքանով եք տիրապետում դուք այս տեղեկատվությանը։ Սկսում ենք կարմիր ավակ։ Ես նշում եմ երկրի անունը, դուք նշում եք մայրաքաղաքը։ Դանիա։ Կոպենհագեն, Ճիշտ է։ Կապույտ ավակ։ Սերբիա։ Բելգրադ, Ճիշտ է։ Արինջագույն, Լեհաստան։ Կաշավա, Ճիշտ է։ Երկրորդ պտույտում ես նշում եմ մայրաքաղաքը, դուք նշում եք երկիրը։ Օսլո։ Նորվեգիա, Ճիշտ է։ Կապույտ ավակ, Վիեննա։ Ավստրիա, Ճիշտ է։ Նարնջագույն ավակ, Ստոկհոլմ։ Շվեդիա, Ճիշտ է։ Եվ նորից ենք շրջվում դեպի պետությունները, դուք նշում եք մայրաքաղաքը, Պորտուգալիա, Լիսաբոն, ճիշտ է։ Կապույտ ավակ, Նիդերլանդներ, Ամստերդամ, ճիշտ է։ Եվ նարնջագույն ավակ, Շվեյցարիա, Բեռն, ճիշտ է։ Ես հանձնվում եմ, այլևս անիմաստ եմ համարում խաղը շարունակելը եւ 3-ական միավոր վաստակելով շնորհավորում եմ ձեզ ձեր թիմերին գրավեք ձեր տեղերը։ Կեցեք ավակներ։ Ոմն իմաստուն ասել է, թե իրական փոքրությունը երկրի տարածքով կամ բնակչության քանակով պետք չէ չափել։ Աշխարհում շատ կան գաճաճ երկրներ, որտեղ մարդիկ ապրում են շատ ավելի լավ, քան թե լայնատարած երկրներում։ Ինչ են պատմում մեզ այդ գաճաճ երկրների մասին տրվող տեղեկությունները։ Ինչ գիտենք մենք այդ երկրների մասին եւ ինչ ունենք ընդհանրապես սովորելու աշխարհից։ Հետաքրքիր աշխարհ եւ գաճաճ երկրներ։ Կլսենք երկրորդ փուլում։ Կարմիր թիմ, մենք ընտրում ենք Խ տառը, Խետարը խնդրեմ։ Հետաքրքիր աշխարհ։ Աշխարհի քարտեզի վրա ինչպես է առաջացել Պակիստան երկիրը։ Իսլամաբադն ինչպես է դարձել երկրի մայրաքաղաքը։ Սպառվեց ձեր ժամանակը։ Պատասխան։ Հարցին կպատասխանի Սոֆի Պետրոսյանը։ Սոֆի։
1947 թվականին Պակիստան անունը երևաց է քարտեզի վրա։ Պակիստանը առաջացել է Հնդկաստանի բաժանումից։ Պակիստանը իր հերթին բաժանված էր արևելյան եւ արևմտյան մասերի, որոնք Հնդկաստանին պատկանող 1600 կիլոմետր տարածությամբ էին իրարից բաժանված։ Այնուհետև արևելյան Պակիստանը բաժանվեց եւ ստեղծվեց Բանգլադեշ պետությունը իր Դաքա մայրաքաղաքով, իսկ արևմտյան մասը Պակիստանը իր Իսլամաբադ մայրաքաղաքով։ Կշարունակի Գուրգեն Դանելյանը։ Գուրգեն։ Պակիստանի անկախանալուց ի վեր, այսինքն 1947 թվականից ի վեր, մայրաքաղաքը Կարաչին է շուրջ 12 տարի, սակայն 1959 թվականի նոյեմբերին նահանգապետների ընդհանուր կոնֆերանսում որոշվեց մայրաքաղաքը Կարաչիից տեղափոխել Ռավալպինդի, որը գտնվում էր Կարաչիից հյուսիս-արևել, Քաշմիրի սահմանի մոտ։ Նրանք այս տեղափոխումը բացատրում էին տնտեսական, մշակութային եւ սոցիալ-տնտեսական եւ այլ հարցերով, սակայն Ռավալպինդին էր վիճակված չէր մայրաքաղաք լինել։ Նրանք որոշեցին ստեղծել նոր մայրաքաղաք, որը պետք է գտնվեր երկրի կենտրոնում, քանի որ աշխարհագրական առումով պետք է մայրաքաղաքը գտնվի երկրի կենտրոնում, որպեսզի ծայրամասային շրջանները հավասարապես զարգանան։ Այդ իսկ պատճառով ստեղծվեց մի հատակագիծ, ըստ որի պետք է կոչվեր, ստեղծվեր ապագա Իսլամաբադ մայրաքաղաքը։ Իսլամաբադ մայրաքաղաքը նշանավոր է նրանով, որ այս մայրաքաղաքի վրա աշխատել են եւ եվրոպական եւ պակիստանյան ճարտարապետները։ Այդ քաղաքը առաջացել է իսլամ եւ աբադ բառերի միացումից, ինչպես գիտենք, իսլամ անվանում են մամեդական կրոնին հետևորդներին, իսկ աբադը պարսկերեն ծագում ունի եւ եթե մենք այն բառերեն հայերեն թարգմանենք, քաղաքի իմաստ կունենա։ Այսինքն ստացվում է, որ Իսլամաբադ անունը նշանակում է մամեդական կրոնին հետևորդների քաղաք։ Լսենք մեր պատասխանը։ Պակիստանն աշխարհի քարտեզի վրա երևաց 1947 թվականին, երբ բրիտանական Հնդկաստանը կրոնական սկզբունքով բաժանվեց Հնդկաստան եւ Պակիստան պետությունների։ Պակիստանն իր հերթին բաժանվեց արևմտյան եւ արևելյան մասերի։ 1971 թվականին արևելյան Պակիստանն անջատվեց եւ ստեղծվեց Բանգլադեշ պետությունը Դաքա մայրաքաղաքով։ 1959 թվականին որոշվեց Պակիստանի մայրաքաղաքը Կարաչինից տեղափոխել Ռավալպինդի, բայց շատ չանցած որոշվեց կառուցել նոր մայրաքաղաք, որն էլ կոչվեց Իսլամաբադ, մահմեդականների քաղաք։ Պարոն Գրիգորյան, խնդրեմ։ Թիմը երկու ենթահարցերին ընդհանուր պատասխան տվեց եւ վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ դարձյալ անցնում ենք կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք Շատարը։ Շատարը, խնդրեմ։ Գաճաճ երկրներ։ Որն է Վատիկան անվան ստուգաբանությունը։ Նշեք մշակութային երկու նշանավոր կոթողներ, որոնք գտնվում են այդ երկրում։ Հարցին կպատասխանի Մարիա Միսկարյանը։ Մարիա։ Վատիկանի անվան ստուգաբանությունը այսպիսին է. ներկա Վատիկանի տարածքում հեթանոսության ժամանակ քուրմերը գուշակություններ են կատարել եւ գուշակությունների տեղը կոչվել է Մոնտե Վատիկանո, այսինքն գուշակությունների սար։ Անվան հիմքում ընկած է լատիներեն Վատիկանոս բառը, որը թարգմանաբար նշանակում է կանխագուշակում։ Ըստ ավանդության Վատիկանում է խաչվել Սուրբ Պետրոս առաքյալը եւ ի պատիվ նրան կառուցվել է Սուրբ Պետրոսի նշանավոր տաճարը, որի հիմքը դրվել է 1505 թվականին։ Տաճարում կան արվեստի գլուխգործոցներ, որոնցից ամենահայտնին Միքելանջելոյի Պիետա մարմարակերտ քանդակն է։ Վատիկանում է գտնվում նաև Սիքստին IV պապի կառուցած մատուրը, որը հետագայում իր անունով էլ կոչվեց։ Մատուրը նկարազարդել է Միքելանջելոն, իսկ Ռաֆայելը նկարել է Տիրամորը, որը ավելի հայտնի է Սիքստինյան Մադոննա անունով։ Վատիկանը հպարտանում է նաև Մեծ Մողոլով, որը համարվում է աշխարհի ամենամեծ ադամանդը 273 կարատ կշռով։ Լսենք մեր պատասխանը։ Ռոմի պապի նստավայր Վատիկանի տարածքում հեթանոսության ժամանակ քրմերը տարբեր գուշակություններ էին անում։ Այդ պատճառով այդ վայրը կոչվել է Մոնտե Վատիկանո, գուշակությունների սար։ Վատիկանում ավանդության համաձայն խաչվել է Պետրոս առաքյալը։ Ի պատիվ նրա այստեղ կառուցվել է Սուրբ Պետրոսի նշանավոր տաճարը։ Նշանավոր է նաև Սիքստին IV պապի կառուցած Սիքստինյան մատուրը։ Պարոն Գրիգորյան, խնդրեմ։ Թիմը վաստակում է 10 միավոր։ Եվ ես ավելացնում եմ 1 միավոր եւ թիմը վաստակում է Հայաստան։
Այո, պատասխանը փայլուն պատասխան էր եւ ամբողջովին տրվեց տեղեկատվությունը եւ կարծում եմ ով չգիտեր ամեն ինչ իմացավ Վատիկանի մասին։ Խնդրեմ Նահանջագույն թիմ, Մենք ընտրում ենք հոտարը։ հոտարը խնդրեմ։ Գաճաճ երկրներ։ Որ փոքրիկ պետությունն է համարվում աշխարհի ամենահին հանրապետությունը, ինչպես է առաջացել նրա անունը։ Մոնակո։ Ուշադիր։ Սպառվեց ժամանակը, ավակ։ Հարցին կպատասխանի Միլենա Հովսեփյանը։ Միլենա, Աշխարհի ամենահին հանրապետությունը համարում է Մոնակոն, այն գտնվում է Եվրոպայի կենտրոնում, տարածքը 1.5 քառակուսի կիլոմետր է, բնակչությունը 35657 մարդ։ Այնտեղ ապրող ժողովրդին կոչում են մոնեքսակներ, որոնք ֆրանսիացիների եւ իսպանացիների խառնուրդ են։ լսենք մեր պատասխանը։ Այդ պետությունը Սան Մարինոն է, որը շրջապատված է Իտալիայի տարածքով։ Հանրապետության անունը կապված է Քարտաշ Մարինոյի անվան հետ, իսկ Սան Մասնիկը իտալերեն Սուրբ բառի կրճատումն է։ 301 թվականին կրոնական հետապնդումներից խուսափելու համար Քարտաշ Մարինոն իր համախոհների հետ ապաստանում է Մոնտե Տիտանո լեռան բարձունքում։ Այստեղ հիմնում է մի ամրոց, որի շուրջն էլ ստեղծվում է պետությունը։ Եկեղեցին Մարինոյին դասում է սրբերի շարքում, իսկ երկիրը կոչվում է նրա անունով։ Մենք չունենք ճիշտ պատասխան, չունենք նաև միավոր, անցնում ենք նորից Կարմիր թիմին։ Կարմիր թիմ, Մենք ընտրում ենք Ջ տառը։ Ջ տառը խնդրեմ։ Գաճաճ երկրներ։ Մալթա պետության անունն ինչ մեկնաբանություններ ունի։ Երկրի պատմական մայրաքաղաքում Մդինայում հունական դիցաբանության հետ կապված ինչ քարայր կա։ Խնդրեմ, Հարցին կպատասխանի Գուրգեն Դանելյանը։ Գուրգեն, Մալթա պետության անունը ունի երկու մեկնաբանություն։ Առաջինը, որ Մալթան ծագել է Մելտիս բառից, որ նշանակում է մեղր, նկատի ունենալով որպես մեղր արտադրող երկիր, իսկ երկրորդը Փյունիկիայի Մելիատ աստվածուհու անունով։ Մդինայում կա Կալիպսո հավերժահարսի քարերը, որտեղ ըստ ավանդության Ոդիսևսը հիացել է այս քարայրով։ լսենք մեր պատասխանը։ Մալթա անունը մեկնաբանվում է երկու կերպ։ Առաջին դեպքում ծագել է հունարեն մեղր բառից, նշանակում է մեղր արտադրող կղզի։ Երկրորդ տեսակետի համաձայն առաջացել է Փյունիկյան գեղեցկության աստվածուհու Մելիատի անունից։ Մալթայի պատմական մայրաքաղաք Մդինայում է գտնվում այն քարայրը, որը կրում է Կալիպսո հավերժահարսի անունը։ Ըստ ավանդության, Կալիպսոյի գեղեցկությամբ սմայլվել է Ոդիսևսը, կախարդված վիճակում այդտեղ մնալով 7 տարի։ Գուրգեն, ոչ թե քարանձավում էր հմայված, այլ քարանձավում ապրող հավերժահարսով։ Ահա, լավ, պարոն Գրիգորյան։ Ինչ խոսք առաջի ենթահարցին Գուրգենը ճիշտ պատասխանեց, բայց երկրորդ ենթահարցում մենք նկատեցինք այդ թերությունը եւ թիմը վաստակում է 9 միավոր։ 9 միավոր է վաստակում Կարմիր թիմը, անցնում ենք Կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք Կենտարը։ Կենտառը խնդրեմ։ Դարձյալ գաճաճ երկրներ։ Լյուքսեմբուրգը որտեղ է գտնվում։ Այն որքան տարածք եւ բնակչություն ունի։ Լյուքսեմբուրգն ինչու են կոչում պողպատի երկիր։ Խնդրեմ, Հարցին կպատասխանի Մարիամ Իսկարյանը։ Լյուքսեմբուրգը գտնվում է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բելգիայի միջև, տարածքը 2600 կիլոմետր քառակուսի, բնակչությունը 526000 մարդ։ Լյուքսեմբուրգը տարիների ընթացքում ստացել է պողպատի երկիր անվանումը, քանի որ երկրի արտահանման գրեթե 70%-ը կազմում է պողպատը։ Շարունակի Վազգեն Առաքելյանը։ Վազգեն, Լյուքսեմբուրգը տարեկան արտահանում է 5.600.000 տոննա պողպատ եւ 4.600.000 տոննա չուգուն, մայրաքաղաքը Լյուքսեմբուրգ։ Լյուքսեմբուրգը նաև անվանում են անտառների երկիր, քանի որ հարուստ է փշատերև ծառերի եւ նոճի անտառներով։ այսքանը։ Լսենք մեր պատասխանը։ Լյուքսեմբուրգը գտնվում է Եվրոպայի կենտրոնում, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բելգիայի միջև։
Տարածությունը 2600 քառակուսի կիլոմետր է, բնակչությունը 526,000 մարդ։ Լյուքսեմբուրգը կոչում են նաև պողպատի երկիր, որովհետև պողպատը կազմում է երկրի արտահանության մոտ 70%-ը եւ առատորեն լցնում է պետական գանձարանը։ Հարցին տրվել է ճիշտ պատասխան, լիարժեք պատասխան եւ թիմը վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կապույտ թիմը, նարնջագույն։ Մենք ընտրում ենք մենտարը։ Մենտարը խնդրեմ։ Հետաքրքիր աշխարհ։ Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիան ինչպիսի հատակագիծ ունի։ Այն ինչու է համարվում 20-րդ դարի ճարտարապետի երազանքի քաղաք։ Կոնգրեսը պրեզիդենտը կարաս նայ, ասում ես այն համարվում է 20-րդ դարի։ Պատասխան խնդրեմ։ Հարցին պատասխանի Հովանես Սարգսյանը։ Հովանես։ Բրազիլիան որպես մայրաքաղաք ունի ինքնաթիռի տեսք, ինքնաթիռի դիմային մասում գտնվում է 3 իշխանություն անունը կրող հրապարակը, ինքնաթիռի թևերի մասում գտնվում են բնակելի շենքերը, իսկ պոչային մասում գտնվում է սպորտային շրջանը։ Քանի որ Բրազիլիան մեծ տեղ է տալիս սպորտին, ճարտարապետը չէր կարող մոռանալ սպորտային հատված ճարտարապետությունը։ Նրա ճարտարապետը Օսկար Նիմերն է, այն համարվում է 20-րդ դարի ճարտարապետի երազանքի քաղաքը, քանի որ Բրազիլիա մայրաքաղաքում ավտոմեքենան կարող է քաղաքից մինչև օդանավակայան գնալ ընդամենը 10 րոպեում, այնտեղ որտեղ պետք է անցումներ լինեին կամ վերգետնյա եւ ստորգետնյա անցումներ եւ հետիոտների եւ մեքենաների ճանապարհները չեն խաչվում։ Բրազիլիան համարվում է առանց լուսակիրների քաղաք, դրա համար էլ համարվում է 20-րդ դարի ճարտարապետների երազանքի քաղաքը։ Բրազիլիան նաև անվանում են ապագայի երկիր։ Խնդրեմ։ Նաև Բրազիլիան ունեցել է 3 մայրաքաղաք, առաջինը եղել է Սալվադորը, երկրորդը Ռիո դե Ժանեյրոն, իսկ երրորդը Բրազիլիան։ Ահա։ Լավ։ Վերջ։ Նաև նշեմ, որ մայրաքաղաքում շատ տոթ է եւ զովություն ապահովելու համար ճարտարապետը կառուցել է նաև 3 արհեստական ծովեր եւ շրջապատել դրանով Բրազիլիան։ Լսենք մեր պատասխանը։ Բրազիլիայի մայրաքաղաքի հատակագիծն ունի ինքնաթիռի գծագրություն։ Առաջին մասում նավաքթում 3 իշխանություն կոչվող հրապարակն է, թևերում տեղադրված են բնակելի շենքերը, պոչային մասում սպորտային շրջանն է։ Մայրաքաղաքը համարվում է ճարտարապետի երազանքի քաղաք, որովհետև նախագծված է ավտոմոբիլի դարի պահանջի համաձայն։ Մեքենաները սլանում են կանգ չառնելով որևէ խաչմերուկում, չհանդիպելով որևէ հետիոտնի, որովհետև բոլոր խաչմերուկներում կան ստորգետնյա եւ վերգետնյա անցումներ, իսկ լուսակիրներ չկան։ Ողջունում եք նարնջագույն թիմին։ Պարոն Գրիգորյան։ Երկու ենթահարցերին էլ թիմակիցները տվեցին ճիշտ պատասխան եւ թիմին բերեցին 10 միավոր։ Այսպեսով ավարտեցինք նաև երկրորդ փուլը եւ երկրորդ փուլի ավարտից հետո այսօր մենք մեր եթերաշրջանում ունենք նորություն, մեր երեխաները առաջին անգամ հանդես կգան իրեն շատ սիրելի արշավների եւ այդ արշավների ընթացքում երգած երգերի մատուցմամբ։ Արշավային երգեր կատարում են մեր սաները եւ Կարմիր թիմ, որ երգն ենք կատարում։ Մենք կկատարենք Դարցիրիմանի երգը։ Խնդրեմ, համեցեք։ Ոչ մի ավեր, ոչ մի արյու, աշխարհն է դարձել հիմա իմ դու, աչքերը խղճի, բաց են վարդու, հայդանն է ասել բնական մարդու, պարզի ապերդ ու ժպտանի, Ես ձեզ այն տալիս հայերն աշխարհի, հին է թախից ու կամքը բարի, շունչը թայցի կփրկենք անի, դարձի լույսանի, դարձի տունարի, բացվիր աշխարհին նոր երգով հայի, սրբի լույս դեմքիդ փոշին դարի, որ չարը գնա ու մնա բարի։
տարիներ են անցել, բաց վերք են դարձել, ավեր վանքերդ վիրավոր անի, աշխարհը այսօր մի տուն է դարձել, բայց շարնանոքի ապրում էլի, հավատը մեսում նոր լույս կբացի, ու հույսը երբեք չի մանի, արդար է Աստված ու կամքը բանի, խիղճը մարգության չի մեռնի անի, դարձի լույս անի, դարձի տունարի, բացվիր աշխարհի նոր երկով այի, սրբի լույս դեմքի փոշին տարերի, որ չարը գնա ու մնա բարի, մեղմիր իմանի, որ մոքը ցավի, արդար է հույսը ու չարը դժգի, հիշել ամպերի, բարին կհաղթի, ու դու կդառնաս մեր լույս այուհի։ Ես ուզում եմ ավելացնել, որ խմբի նվագակցում էր Էլի Հայասպետիսան, որ այսօր արդեն Հայասպետում աշխատում է նաև որպես ուսուցիչ, Շոթա Ղազարյանը։ Իսկ երգը գրվել է հենց հայասպետների համար եւ գրվել է հենց հայասպետների շրջագայության ժամանակ ծնված ցավից անհի ավերակների մեջ։ Ումշեմ տիկնաթրիսն։ Այո, իրոք Շոթայի նվագակցությունը շատ լավն էր, հրաշալի կատարում էր։ Արշավային մեծ փորձ ունեցող երեխաները իրենք հրաշալի ներկայացրեցին այն երգը, որը հաճախ կարծում եմ երգվում է խարույկի առջև նստած եւ այն ժամանակ այդ մթնոլորտում յուրահատուկ արձագանք է գտնում բոլորի սրտերում։ Ինչևէ, նույնիսկ բեմական կատարումով այս երգը բավականին լավն էր։ Հրաշալի կատարեց Գուրգենը, ողջունում եմ իրեն եւ կարծում եմ, որ Հայասպետին արժանի գնահատական։ Իսկ հիմա դառնանք Կապույտ թիվին, որ երգն ենք կատարում։ Մենք կկատարենք Հուսո Արագաստ երգը։ Հիմա գնում ենք Կիլիկիա, Տիկին Աթանասյան, խնդրեմ, ճանապարհին էլ գնահատեք։ Այո, տեղափոխվեցին Կիլիկիա, նույնպես շատ գեղեցիկ հոգեթով կատարում։
ինքը տարբերվում էր նախորդ կատարումից, բայց չէր զիջում եւ անշուշտ հայասպետ Իսկ հիմա նարնջագույն թիմ, Մենք կատարենք սա Երևանն է երգը։ խնդրեմ, համեցեք, սա Երևանն է։ Ինձով գիշեր է, մեկնից հիշեր է, նա ինձ ուշեր է, անիշերի, նա է իմ հույսը, անտարակ հույսը, նա է իմ հույսը, ես գիշերի, նա է իմ հույսը, անտարակ հույսը, նա է իմ հույսը, ես գիշերի, նա ով եկել է, կյանքս բեկել է, բախտս թեքել է, ինքն իր բախտի, բայց արդեն ուշ է մշուշ է, սերը քնքուշ է, ես գիշերի, բայց արդեն ուշ է մշուշ է, սերը քնքուշ է, ես գիշերի։ Ներսարի, ինչ ես կաննել, ինչ ես հիմա շպիտով կարացել, սա Երևանն է, այստեղ դու տանն ես, որ քեզ սպասում է դեռ քեզ գիշերի, ուր կամ սիրում են, կամ հայհոյում են, երբ հիշեցնում են անհիշելի։ Ներսարի, ինչ ես կապել, ինչ ես հիմա շպիտով կարացել, սա քո փողոցն է, կյանքի դպրոցը, ուր քեզ հիշում է դեռ չեն մոռացել, սա քո փողոցն է, կյանքի դպրոցը, ուր քեզ հիշում է դեռ չեն մոռացել։ Ինձով գիշեր է, մեկնից հիշեր է, նա ինձ ուշեր է, անհիշելի, բայց արդեն ուշ է մշուշ է, սերը քնքուշ է, կես գիշերի, բայց արդեն ուշ է մշուշ է, սերը քնքուշ է, կես գիշերի։ Ինձ իհարկե հիմա հուշում եմ, որ ես պետք է անպայման նշեմ, որ մենք Կիլիկիայից եւ Անիից վերադարձանք Երևան եւ երգեցինք մեր չքնաղ Երևանի մասին։ Այո, տեղափոխվեցինք Երևան եւ լսեցինք մի երգ, որը հուզում է մեզ բոլորիս։ Լսեցինք շատ գեղեցիկ կատարում եւ նույնպես վաստակում եք հայասպետ։ Լավ, համարենք, որ մենք պարզապես գերագույն հաճույք ստացանք այս կատարումներից, որովհետև նրանք ոչինչ չփոխեցին մեր թիմերի միավորների մեջ եւ ուրախ ենք, որ չփոխեցին հավասար պայքար, հավասար հաղթանակներ, իսկ հիմա վերջին պտույտը, որը հայտնի կդարձնի, թե ի վերջո ովքեր են լինելու հաղթողները, որովհետև հաղթողներին մենք բավականին մեծ պարգև ենք խոստացել, իսկ թե ինչ մնացեք մեզ հետ եւ կիմանաք ընդամենը մի քանի րոպեից։ Իսկ հիմա անցնում ենք երրորդ փուլին։ Ամեն անգամ աշխարհի շուրջը պտտվելուց եւ ամեն ինչ տեսնելուց, հազարավոր հրաշալի վայրեր տեսնելուց հետո այնուամենայնիվ մենք հարկադրված ենք լինում վերադառնալ այնտեղ, որ կանչում է միշտ մեր հոգին, հայրենիք եւ իհարկե մեր անցյալ պատմությանը։ Որովհետեւ այդ ճանապարհն է, որ մեզ տալիս է ինքնաճանաչողության կատարյալ իմացություն եւ հիմա մենք հենց կվերադառնանք հայրենիք եւ մեր անցյալին։ Հայ մեծանուն զորավարներ եւ նրանց կերտած ռազմի պատմություններ, ինչով ենք մենք հպարտանում եւ ինչից ունենք սովորելու շատ բան։ Խնդրեմ, Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք Ջ տառը։ Ջ տառը, խնդրեմ։ Ռազմի պատմություն։ 1877-ից 1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի որ դրվագն է արտացոլվել Ռաֆու Խենթը վեպում։ Հայ մեծանուն որ զորավարի օգնությամբ է այն հաղթական ավարտ ունեցել։ Խնդրեմ, պատասխան։ Հարցի կպատասխանի Գուրգեն Դանելյանը։ Գուրգեն։ 1877-78 թվականների ռուս-թուրքական երրորդ պատերազմի ընթացքում տեղի ունեցավ Բայազետի նշանավոր պաշարումը, որը արտացոլվել է Ռաֆու Խենթը գրքում։ Այս
Բայազետի պաշարման մեջ շատ կարևոր դեր խաղաց Սամսոն Տեր-Պողոսյանը, ով հանդիսանում է Ռաֆու Խենթը գրքի գլխավոր հերոսը Վարդանը։ 1877-78 թվականների ընթացքում տեղի ունեցավ այս Բայազետի նշանավոր պաշարումը, որը պաշարեց Վանի ծովակալ Ֆայիկ Փաշան։ Այս պաշարումը այնքան արագ սկսվեց, որ տեղի բնակիչները չհասցրեցին պարինամթերք եւ ջուր հասցնել Բերդ, եւ այսպես երկար շարունակվել չէր կարող եւ պետք էր տեղի զորավարներին, գեներալներին նորություն հասնել, տեղեկացնել Բայազետի իրավիճակի մասին եւ հուսադրող պատասխան ստանալ։ Մի քանի անհաջող փորձերից հետո այս ծանր խնդիրը իրենց վրա են վերցնում Կազակ Կիրիլչուկը եւ Սամսոն Տեր-Պողոսյանը։ Նրանք քրդի շորերհակներով հնարամտորեն անցնում են թուրքերի միջից եւ ճանապարհին Կազակ Կիրիլչուկը կորչում է, իսկ Սամսոն Տեր-Պողոսյանը մի քանի դժվարությունների հանդիպելով ի վերջո հասնում է Ալաշկերտ, որտեղ գտնվում էր Արշակ Տեր-Ղուկասովը իր նշանավոր նահանջը ավարտելուց հետո։ Արշակ Տեր-Ղուկասովը այս ամենի մասին տեղեկանալով իր զորքին է դիմում, ասելով, որ գնանք ազատագրենք մեր ազգակիցներին, քանի որ նրանք շատ ծանր իրավիճակի մեջ են գտնվում, եւ նրանք գալիս հասնում են Բայազետի պաշարմանը եւ կարողանում են չեզոքացնել Բայազետի պաշարումը։ Ահա։ Լսենք մեր պատասխանը։ Խենթը վեպի համար հիմք են ծառայել 1877 թվականի այն դեպքերը, երբ թուրքական զորքն անսպասելի պաշարում է Բայազետի միջնաբերդը, որտեղ փակված էին մի խումբ հայ կամավորներ ու փոքրաթիվ կայազորը։ Սամսոն Տեր-Պողոսյանը, Ռաֆու հերոս Վարդանը, բազմիցս փորձում է հասնել ռուսական զորքերին եւ օգնություն խնդրել, բայց ապարդյուն։ Վերջապես քրդական հագուստով ծպտված կարողանում է հասնել Ալաշկերտ եւ հանդիպել գեներալ Տեր-Ղուկասովին։ Զորավարը շարժվում է դեպի Բայազետ եւ հունիսի 29-ին ազատագրում գրեթե 1 ամիս քաղցի ու ծարավի մատնված օրհասական կռիվ տվող Բերդի հերոսներին։ Ճիշտ ու ամբողջական պատասխաներ կային, իհարկե արժեքավոր լրացուցիչ տեղեկություններ, բայց փոխարենը կային նաև 1-2 ոչ հստակ ձևակերպումներ, համարում եմ, որ 10 միավորանոց լիարժեք պատասխան է։ 10 միավոր է վաստակում կարմիր թիմը, իսկ մենք անցնում ենք կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք Ցոտարը։ Ցոտարը խնդրեմ։ Հայ մեծանուն զորավարներ։ Հայ մեծանուն, որ զորավարն է ներկայացված։ Բազմաթիվ հաղթանակների շարքում ինչու է միշտ հիշվում նաև նրա կազմակերպած հայտնի նահանջը։ Հարցին կպատասխանի Վազգեն Արաքելյանը։ Վազգեն։ Նկարեն պատկերված է ռուսական բանակի 19-րդ դարի հայազգի նշանավոր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովը։ Նա հունիսի 15-ին Կովկասյան զորաբանակի գեներալ Միքայել Լորիս-Մելիքովից հրաման է ստանում, որպեսզի նա կատարի 20,000 հայ բնակիչների գաղթի իգտիր, եւ նա այս նահանջի համար շնորհվում է սպիտակ արծիվ շքանշանը։ Դուք հիմա նշեցիք ինչ նահանջ էր դա, բայց ինչու է այն հիշվում։ Ինչով էր այն նշանավոր։ Ժողովուրդը պատերազմից փրկված էր, Արշակ Տեր-Ղուկասովը կազմակերպում է նրանց նահանջը եւ ոչ մի զոհ չեն ունենում։ Ժողովրդից ոչ ոք չի զոհվում։ Լսենք մեր պատասխանը։ Ներկայացված է ռուսական բանակի հայազգի զորավար գեներալ լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովը։ Նրա զորավարական տաղանդն ավելի ակնառու է դրսևորվել 1877-ից 1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում։ Բազմաթիվ փառահեղ հաղթանակներից հետո նա հմտորեն կազմակերպել է իր երևանյան զորաճոկատի շուրջ 10 օր տևած ոդիսականը։ Զորաճոկատում ունենալով 600 հիվանդ ու վիրավոր, նա հազարավոր հայ գաղթականների հետ առանց կորստի անցել է ավելի քան 200 կիլոմետր եւ հատել ռուսական սահմանը։ Նման նահանջ իրագործելու համար պարգևատրվել է սպիտակ արծիվ շքանշանով։ Գերմանացի ռազմագետներն այդ նահանջը համեմատել են Քսենոփոնի նահանջի հետ։ Ողջունում եք կապույտ թիմին։ Պարոն Սողոմոնյան, խնդրեմ։ Ընդհանուր առմամբ գոհացուցիչ պատասխան է, բայց պետք էր մի փոքր ավելի ներկայացնել ինչու էր այդքան նշանավոր, ինչ զրկանքների, տանջանքների, ինչ ոդիսականով էր անցնում Արշակ Տեր-Ղուկասովի նահանջը, իսկ դուք լրացուցիչ պատասխանները տալիս էիք լրացուցիչ հարցադրումներից հետո միայն, այսպիսով համակարգվածություն էր ընդհանուր առմամբ բացակայում այդ իմաստով եւ կարծում եմ, որ կապույտ թիմը վաստակում է 9 միավոր։ Լիարժեք պատասխան մենք չունեցանք, ուստի եւ թիմը կորցնում է միավոր եւ անցնում ենք նարնջագույն թիմին։ Մենք ընտրում ենք Քետարը։ Քետարը խնդրեմ։ Հայ մեծանուն զորավարներ։
Հայ մեծանուն որ զորավարն է ներկայացված։ Նա ինչ հաջողությունների է հասել ռազմական եւ քաղաքական ասպարեզներում։ Պատրաստ ենք, խնդրեմ։ Նկարում պատկերված է ռուս բանակի հայազգի նշանավոր զորավար, հայ ժողովրդի մեծ զավակ գեներալ լեյտենանտ Լորիս Մելիքովը։ Համաշխարհային պատմության մեջ բացառիկ են այն դեպքերը, երբ ռազմական ոլորտում իրան նփառքով պսակած զորավարը ակնառու հաջողությունների է հասնում նաև քաղաքական ոլորտում։ Այդպիսին էր նշանավոր զորավար Լորիս Մելիքովը։ Դժվար է ասել, թե նրա որ ոլորտն է եղել ավելի արգասապեր, քաղաքականը թե ռազմականը։ Նա ռազմական ոլորտում մասնակցել է շուրջ 200 հաղթական մարտերի, կռվել ռուս-թուրքական երկու պատերազմում եւ իր Կովկասյան ջոկատով ազատագրել պատմական Հայաստանի մի հատվածը։ Իսկ քաղաքական ոլորտներում նա այնպիսի հաջողությունների է հասել եւ այնքան է բարձրացել, որ արժանացել է փոխկայսր եւ դիկտատոր պատվանուններին եւ ռուսական կայսրությունում եղել է երկրորդ մարդը կայսրից հետո։ Լսենք մեր պատասխանը։ Ներկայացված է 19-րդ դարի ռուսական բանակի հայազգի գեներալ Միքայել Լորիս Մելիքովը։ Նա մասնակցել է շուրջ 200 հաղթական մարտերի, կռվել ռուս-թուրքական երկու պատերազմում, իր գլխավորած բանակով ազատագրել պատմական Հայաստանի տարածքի մի մասը, արժանացել զորականին շնորհվող բարձրագույն բոլոր պարգևներին։ Քաղաքական ասպարեզում դարձել է ռուսական կայսրության երկրորդ մարդը կայսրից հետո։ Անսահմանափակ իշխանություն ունենալու համար նրան կոչել են դիկտատոր եւ անգամ փոխկայսր։ Խնդրեմ, պարոն Սողոմոնյան։ Միայն պետք է ջոկատը տարբերենք կորպուսից, որովհետև ջոկատը փոքրիկ է, փոքր թվակազմ է պարունակում, իսկ կորպուսը շատ մեծ։ Ոչինչ, առջևում նրանց բանակն է սպասում եւ բանակում դրանք հստակ կիմանան։ Եվ նարնջագույն թիմը վաստակում է 10 միավոր։ Ես ուզում եմ ավելացնել մեկ միավոր, որովհետև այդ մեկ թերությունը ներելի է, որովհետև նրանք դեռ տեղեկացված չեն եւ ավելացնում եմ մեկ միավոր, թիմը վաստակում է Հայաստան։ Եվ վերջին բդույթը, խնդրեմ, Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք Տյուն տառը։ Տյուն տառը, խնդրեմ։ Հայ մեծանուն զորավարներ։ Հայ մեծանուն որ զորավարն է ներկայացված։ Արցախցու օտարոտի հագուստն ինչպես է նպաստել Պետերբուրգում զինվորական ծառայության անցնելու նրա երազանքի իրականացմանը։ Խնդրեմ, սպառվեց ձեր ժամանակը, լսում ենք ձեզ։ Նկարում պատկերված է 19-րդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր զորավար Մադաթովը։ Վալերի Մադաթովը։ Վալերիան Մադաթովը ծնվելուց ի վեր նրա խնամակալությունը ստանձնել է Վարանդայի Մելիք Ջումշուդը, նրա պատվիրակության կազմում նրանք մեկնել են Սանկտ Պետերբուրգ եւ այնտեղ այս Արցախյան տարազով երիտասարդը շատ մեծ տպավորություն է թողել Պավել կայսեր մոտ եւ նա այնտեղ անցել է գվարդիաներից մեկում ծառայության, սակայն Վարանդայի Մելիքը պետք է ետ վերադառնար Արցախ, այդ իսկ պատճառով ստիպված Վալերիան Մադաթովը նրա հետ ետ է վերադառնում, սակայն հետագայում Պավել կայսերը ստուգայց կատարելիս հիշում է Արցախյան տարազով այս պատանուն եւ տեսնել որ այստեղ չկա, նրան հրամայում են ետ բերել։ Լսենք մեր պատասխանը։ Ներկայացված է 19-րդ դարի ռուսական բանակի հայազգի զորավար գեներալ լեյտենանտ Վալերիան Մադաթովը։ Վաղ մանկությունից որբացած լինելով նա հասակ է առնում Վարանդայի Մելիք Ջումշուդի մոտ, որը Պետերբուրգ մեկնելիս նրան տանում է իր հետ։ Այստեղ տղային հաջողվում է իրագործել մանկության երազանքը, անցնել զինվորական ծառայության։ Երջանկությունը կարճ է տևում։ Տղան ստիպված է լինում Արցախ վերադառնալ։ Ազգային տարազը սակայն շրջադարձային դեր է կատարում նրա կյանքում։ Գվարդիական գնդում ստուգայց կատարելիս Պավել առաջին կայսրը մտաբերում է Արցախյան տարազով հայորդուն եւ պահանջում իսկույն հետ բերել նրան։ Պարոն Սողոմոնյան, խնդրեմ գնահատեք։ Պավել առաջին կայսրը 19-րդ դարի երկրորդ կեսում էր ապրում։ Հաշվի եմ առնում, որ թեև անմիջապես կապ չուներ ձեր հարցի պահանջի հետ, բայց պատասխանի մեջ կար սխալ եւ Կարմիր թիմը վաստակում է 9 միավոր։ 9 միավոր է վաստակում Կարմիր թիմը եւ անցնում ենք Կապույտ թիմին։ Խնդրեմ։ Մենք ընտրում ենք Փյուր տառը։ Փյուր տառը, խնդրեմ։ Հայ մեծանուն զորավարներ։
Հայ մեծանուն, որ զորավարն է ներկայացված։ Նիկոլայ առաջին կայսրն ինչ առիթով է նրա մասին ասել. Եթե նա ուզում է ինձ զարմացնել իր հաղթանակներով, ես էլ նրան կզարմացնեմ իմ պարգևներով։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Վազգեն Արաքելյանը։ Նկարում պատկերված է 19-րդ դարի նշանավոր գեներալ, հայազգի գեներալ Բարսեղ Բեբութովը Քյուրուկ դարի ճակատամարտից հետո, որը տեղի ունեցել 1854 թվականի հուլիսի 24-ին, Նիկոլայ առաջինը բացականչել է, որ եթե Բեբութովն ինձ ուզում է զարմացնել իր հաղթանակներով, ես կզարմացնեմ նրան իմ պարգևներով, եւ այդ ժամանակ Բարսեղ Բեբութովը պարգևատրել է Սուրբ Անդրի նախավկայի շքանշանով։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Ներկայացված է 19-րդ դարի ռուսական բանակի հայազգի նշանավոր գեներալ Բարսեղ Բեհբութովը։ Կայսր Նիկոլայ առաջինն այսպես բացականչել է 1854 թվականին Քյուրուկդարայի ճակատամարտից հետո, երբ Բեհբութովի գլխավորած ռուսական բանակը հաղթում է թուրքական 60,000-անոց բանակին։ Պարգևը չի ուշանում։ Բեհբութովի կուրծքը զարդարում է Սուրբ Անդրեի նախավկայի շքանշանը, որով ողջ Ռուսաստանում պարգևատրվել էր մի քանի զինվորական միայն, իսկ հայազգի զինվորականներից այդ պատվին առաջինն արժանացավ նա։ Խնդրեմ, պարոն Սողոմոնյան։ Լավ պատասխան էր իհարկե, եւ առաջին հայացքից պետք է թվա, որ սպառիչ պատասխան էր։ Բայց քանի որ խոսքը գնում է զարմացնելու մասին, ապա ինչու պետք է Անդրեի նախավկայի շքանշան զարմացներ։ Պետք է այդ մասին նշեիք, որ շատ հազվագյուտ մարդկանց էր շնորհվում այդ հանգամանքը, թե չէ հերոստատիտողի մոտ տպավորություն չկա, Անդրեի նախավկայի շքանշանով միգուցե հազարավոր մարդիկ էին պարգևատրում, եւ այն հանգամանքը, որ այդ ինչ կարևոր նշանակություն ունեցող ճակատամարտ էր Քյուրուկդարան, որտեղ թուրքական բանակը մի քանի անգամ գերազանցում է ռուսական բանակին 60,000-անոց բանակի ջախջախումներ կազմակերպել։ Սրանք շեշտադրումներ էին ընդհանրապես, բայց ես կարծում եմ, որ ձեր պատասխանի վրա պետք է ունենա իր ազդեցությունը եւ թիմը վաստակում է 9 միավոր։ 9 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ նարնջագույն թիմ։ Վերջին հարց, վերջին պատասխան, խնդրեմ։ Մենք ընտրում ենք ռադարը։ Ռադարը, խնդրեմ։ Ռազմի պատմություն։ Հայ զորավար Վալերյան Մադաթովն ինչ մարտավարությամբ սկսեց 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքորի ճակատամարտը։ Թշնամու թվային գերակշռությունը նա մարտավարական ինչ խորամանկությամբ հաղթահարեց։ Գերակշռությունը երկրորդը գումակն է։ Լավ ես ասում։ Հա։ Պատրաստ ենք։ Ռուսական 2000-անոց բանակը Մադաթովի գլխավորությամբ դեմ է դուրս գալիս պարսկական բանակին, որը իդեպ 5 անգամ հնգապատիկ ավելի շատ էր 10,000-անոց։ Դրա հրամանատարներն էին Աբաս Միրզայի որդի Մեհմեդ Միրզան եւ Ամիրխան Սարդարը։ Այստեղ, ինչպես միշտ, Մադաթովի ուշադրություն չի դարձնում թշնամու թվական գերակշռությանը եւ իր սիրած մարտավարությունն է կիրառում, ինչն է նախահարցակ լինել։ Նա նախահարցակ է լինում, սակայն պարսկական բանակը իր թվական գերակշռությունից օգտվելով կարողանում է դիմադրել ռուսական զորքերի ճնշմանը, որոշ ժամանակ անց արդեն զգացվում է պարսկական զորքերի գերակշռությունը։ Այստեղ հեռվում երևում է ռուսական զորքերի գումակը, որը փոշի է բարձրացնում եւ պարսիկների մոտ տպավորություն է թողնում, որ ռուսներին օգնության է շտաբում մեկ այլ մեծ ռուսական բանակ եւ նրանք սարսափար փախուստի են մատնվում։ Հասկանա՞մ։ Պարոն Սողոմոնյան, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ տանում է նրան, որպեսզի նարնջագույն թիմը վաստակի 10 միավոր։ Այսպիսով ավարտվեց այսօրվա մեր խաղը եւ հիմա դառնանք հեռուստավահանակներին եւ հայտարարենք խաղի արդյունքները։ Բարձվում է առաջին տեղը կիսում են կարմիր եւ կապույտ թիմերը 73 միավորով։ Եվ երրորդ տեղը զբաղեցնում է նարնջագույն թիմը 63 միավորով։ Շնորհակալություն ներդեիքներին։ Ես ուզում եմ հիմա բացել մեր հեռուստադիտողին ստացած այն գաղտնիքը, թե իսկ ինչ են շահելու հաղթող թիմերը։ Այս խմբերը ամռանը 5-օրյա արշավով կլինեն Ջավախքում, կբարձրանան Թմկաբերդ, կտեսնեն Աբուլը, կլինեն Փարվանայում
Եվ իհարկե հուլիսի 25-ին կմասնակցեն տերանական օրերին իրենց երախտիքը մատուցելու մեր մեծ գրողներին։ Իսկ հիմա ավարտենք այսօրվա խաղը նշելով, որ մեկ քայլ էլ մենք մոտեցանք մեր երազանքին, իսկ յուրաքանչյուր ժողովրդի երազանքի վերջո իրականացնում է իր նոր սերունդը։ Հենց այս երազանքով էլ առաջնորդվում է հայասպետը ամեն օր կրթելով իր սաներին եւ տարածելով լույս ու գիտելիք։ Այսօր այսքանը կհանդիպենք էլի մեկ շաբաթից։